Նախագահները պատգամավորներ չեն։ Այսինքն իրանցից ակնկալիք չկա, որ իրանք ինչ-որ բան պիտի անեն, որովհետև այդ գործում որոշում կարող են կայացնել ազգային ժողովի պատգամավորները, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է պատգամավոր, ոչ Ռոբերտ Քոչարյանն է պատգամավոր, ոչ Սերժ Սարգսյանն է պատգամավոր։ Հետևաբար ասենք, եթե իրենք չեն որոշում կայացնողը, իրանց այդ քննարկությունը պարզ է, ես անկեղծ ասեմ, դեռ 2022 թվականին նախ այդ հանրահավաք հրավիրելուց առաջ ինքս եմ նախաձեռնություն ցուցաբերել հանդիպել 3 նախագահների հետ, երկուսը ինձ ընդունելության են արժանացել։ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել առողջական վիճակով, այտենց են ամենայն դեպս պարզաբան է, գրասենյակից ու միջոցով կապի մեջ էի, Ռոբերտ Քոչարյանին ինձ ընդունելության արժանացել եւ հետո էլի առիթեղի հանդիպ, ինձ համար պատիվ ասենք, իրանց նկատմամբ ես անձնական հարգանք ունեմ եւ բարձր եմ գնահատում իրանց հատկապես պաշտոնավարման շրջանի ձեռքբերումները ցանկացած առիթով իրանց հետ կարելի է իրանց մտքերը իրանց հետ ցանկացած գաղափար քննարկել իրանց տեսակ անկախ դրանից համաձայն կլինենք այդ տեսակետին չէ թե լսելը հնարավորությունը դա լավ է բայց կոնկրետ այս գործընթացի իմաստով մեզ համար կարևոր են ազգային ժողովի 107 պատգամավորների դիրքորոշումները իսկ այդ 107-ի մեջ 3 նախագահներից ոչ ոք չկա